Նարեկ Կարապետյանին կուզեմ մի քանի բան ասեմ, որ ինքը շատ լավ հասկանա։ Այսօր իմ լավ ընկերոջ տղեն, то есть Թորնիկը, Ալեքսանյանն էլ էր խոսում, իմ լավ ընկերոջ Թորնիկն է, ասեմ իմացեք, ժողովուրդ ջան, մենք բոլորս էլ իրար հարազատ ենք։ Ուրեմն այսօր ամեն ինչ ասեց, բայց չասեց ուժեղ առաջնորդ։ Երևի արդեն որոշել են չասեն։ Որովհետև գիտեն, որ օրենքը խախտել չի կարելի։ Օրենքը մնում է օրենք։ Ուրեմն Նարեկ Կարապետյան ջան, ես ասեմ, ուժեղ երկիր, ուժեղ պետություն նշանակում է օրենքներով համալրված ինստիտուտ չեմ ավարտել է, որ սենց բրբրալով խոսամ, ուժեղ պետություն նշանակում է օրենքի երկիր, Նարեկ ջան, օրենքի երկիր, ուժեղ առաջնորդ նշանակում է բոլոր օրենքներին ենթարկվող, օրենքները չխախտող ղեկավար, հասկանում ես, հիմա Նարեկ ջան, հիմա բերեք ծուր նստենք ճիշտը խոսանք, ես ինձ համար հաշիվը մեկ է, ինձ համար իմ հայրենիքն է, իմ երկիրը, թե ով կլինի ղեկավարը, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ լինի օրենքով, ժողովրդով ընտրված և օրենքները պաշտպանող ղեկավար, ինձ էդ է պետք, կուզի Սամվել Կարապետյանը լինի, Նիկոլ Փաշինյանը լինի, դե Քոչարյանը չենք ուզի, որովհետև նա օրենքները խախտել է, նա հանցագործ է, նա հանցագործություն արել, նա ժողովրդի դեմ բանակ է հանել, հասկանում եք, սեփական ժողովրդի դեմ բանակ է հանել, պատերազմ է հայտարարել, երկրի բանակով ժողովրդի դեմ, նա հանցագործ է, նա արդեն արգելվում է, ես չգիտեմ նրան ոնց են թույլ տալի մասնակցի, ես զարմանում եմ, այստեղ է, որ երկրում օրենք չկա, կամ եթե օրենք կա, առաջնորդը օրենքներով չի առաջնորդվում, որ նրան թույլ են տալի, հասկանում եք, հիմա չի կարելի, եթե օրենքում չկա, օրենքով արգելված է, դուք անընդհատ մատնաչնչում եք Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանը վախենում է, Փաշինյանը սենց անում, Փաշինյանը նենց անում, ախր դուք ճիշտ բան չեք անում, Փաշինյանը չի արգելողը, այդ արգելողը օրենքն է, Փաշինյանն էլ այդ օրենքը պետք է պաշտպանի, եթե Փաշինյանն էլ չպաշտպանեց այդ օրենքը, ուրեմն նա ղեկավար չի, թույլ ղեկավար է, հասկանում ես Նարեկ ջան, ցավդ տանեմ, հիմա եթե ուզում եք դուք անօրինական ձևով իշխանության գաք, ասենք ձեր առաջնորդին իշխանության բերեք, դա արդեն օրենքը խախտեցիք ամբողջովին, էլ ինչ ուժեղ առաջնորդ, էլ ինչ ուժեղ պետություն, դա նշանակում է թույլ պետություն, թույլ առաջնորդ, հասկանում ես, դա հետ կնշանակի, ամեն ինչը պետք է լի օրենքով, Նարեկ ջան, եթե օրենքով ամեն ինչը եղավ, այդա կլի ուժեղ պետություն, թե չէ ուժեղ ասելով, Գագիկ Ծառուկյանը ֆիզիկապես սաղիսն էլ ուժեղ է, բերեք նրան ընտրենք,
բայց որ մարդու ասենք խելքը իմինից շատ չի, ոնց ընտրենք, ցավը տանեմ։ Հասկանում եք։ Դες բաներ կա։ Այ էտա։ Կրկնում եմ, ուժեղ պետություն նշանակում է օրենքի երկիր։ Որ ամեն ինչը օրենքով է կատարում, ուժեղ առաջնորդը նա է, որ լրիվ օրենքները, հանկարծ եկուց վաղը Սամվել Կարապետյանը լինի երկրի ղեկավար, իր եղբոր տղա Նարեկ Կարապետյանը մի հանցանք գործի, նավեկալի ծածկաթմփոցի անի։ Օրինակ Գագիկ Ծառուկյանը ոնց կարա երկրի ղեկավարը լի։ Որ իր տղեն հանցագործություն ա գործել, ինքը փախցրել է Հայաստանից տարել, եսին որտեղ եք Բելարուսիա բան պահում ա։ Ոնց կարա երկրի առաջնորդը լի, ուժեղ կամ ինչ, հասկանում եք, Նարեկ ջան։ Այսքան բան էի ուզում ասեմ, Նարեկ ջան, ինձ կարաս խորհրդական ընդունես, կաշխատեմ քո մոտ, մեկ-մեկ, եթե պետք է խորհուրդներ կտամ լավ, հարց չկա, պրոբլեմ չի։ Թեկուս մեսենջերով կարաս կապնվես, ասես այս հարցը ոնց կարելի է, ես ճիշտ խորհուրդներ կտամ ցավդ տանեմ։